Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պարոն Ավետիսյան, մինչև ձեզ հարց տալը Տիկին Թովմասյանին անդրադառնամ։ Տիկին Թովմասյան, այդ որ ասում եք Վիոլայի խնդիրները իմ հարևան Պողոսին էլ է վերաբերվում։ Ուրեմն իմ հարևան Պողոսը ի տարբերություն ձեզ գիտի, որ ջրի հետ կապված հարցերը մրցակցության հանձնաժողովի պաշտպանության տիրույթում չեն։ Այսինքն ջրի սակագինը, ջրի մատակարարումների քանակը, պայմանները դրանք գտնվում են հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տիրույթում։ Ասենք օրինակ, եթե խտրական վերաբերմունք լինի Վիոլայի կողմից կամ ինչ-որ գնումներ անեն, որտեղ մրցակցային բանը խախտվի, այդ ժամանակ մրցակցության հանձնաժողովը կարող է զբաղվել։ Հիմա բուն հարցս, պարոն Ավետիսյան, ես ճիշտ ասած ուրիշ հարցեր նախատեսել, բայց Տիկին Վարդանյանի հարցին ձեր պատասխանը ինձ ստիպեց իր հարցը շարունակեմ։ Հիմա նայեք, ձեզ հարց տվեցին տարիներ առաջ, օրինակ բջջային հեռախոսների ներկրման հետ կապված, ու ասացին, որ այն ժամանակ կար կոնկրետ մոնոպոլիա ու դրանով զբաղվում էր Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի որդին։ Ու բոլորս էլ լսել ենք կամ գիտենք, որ եթե որևէ մեկը փորձեր 10 հատից ավել հեռախոս ներկրել Հայաստանի Հանրապետություն, իր ձեռքից այդ հեռախոսները կարող ուղղակի վերցնել։ Հիմա դուք ասում եք ուսումնասիրություններ չունեմ, այդ հարցի վերաբերյալ սուբյեկտիվ կարծիք չեք ուզում արտահայտել, բայց հանձնաժողովի նիստերում շատ ա եղել, որ դուք հենց սուբյեկտիվ ընկալման հիման վրա ասել եք, օրինակ օրենքը կա, բայց չի աշխատում, այս ինչ խնդիրը կա, այն ինչ խնդիրը կա։ Հիմա այն ժամանակ էլ օրենքը կար, որ ամեն մարդ ամեն ինչ կարող է բերի ներմուծի։ Հիմա ձեր սուբյեկտիվ, թեկուզ տենց առաջին հայացքից կամ լսածով կամ տպավորությամբ մենք նման խնդիր ունեցել ենք, թե չենք ունեցել։ Այս շատ կարևոր է, որպեսզի ես հասկանամ դուք ինչպես եք իրականում անկողմնակալ վերաբերում խնդիրներին։ Պարոն Թունյան, հանձնաժողովի նիստերի ժամանակ որպես ազգային ժողովի պատգամավոր հանդես եմ եկել մասնագիտական, նաև քաղաքական ելույթներով ու գնահատականներով։ Կարծում եմ եւ վստահ եմ դուք շատ լավ գիտեք, որ հանձնաժողովի անդամի տեխնացուն նաև հիմա այս քննարկման ընթացքում պետքա զերծ լինի քաղաքական գնահատումներից, որտեղ ինքնավար մարմնի անդամի հիմնական սահմանափակումներից մեկը, որ օրենքով ամրագրված է, դա է։ Սա մեկ, երկրորդը ինչ վերաբերում է ձեր ասած դեպքին։ Տեսեք, ես ասում եմ, որ պրոֆեսիոնալ չի լինի, երբ որ առանց մանրամասն վերլուծությունների եւ այն գործիքակազմի, որը տիրապետում է հանձնաժողովը եւ օրենքով իրենա վերապահված, գալ եզրակացության։ Ես իմ ելույթի մեջ հստակ ամրագրեցի, որ միջազգային պրակտիկայում կարևորագույն դրույթներից մեկը նա է, որ հանձնաժողովի որոշումները պետքա լինեն իրավական, տնտեսական, մասնագիտական խիստ հիմնավորված։ Հետևաբար նաև կարող ենք արձանագրել, որ այսօր էլ, պարոն Թունյան, բազմաթիվ հրապարակումներ կան, որ վերաբերում է մրցակցային պայմանների խախտումներին, մենաշնորհային դիրքերին եւ այլն։ Այսինքն սա մշտական խնդիր է եւ աշխարհի որևէ զարգացած երկիր, եթե դուք վերցնեք, այնտեղ էլ կան այդպիսի խնդիրներ եւ դրա վառ ապացույցն է, որ այդպիսի հանձնաժողովներ կան, որովհետեւ այդ խնդիրները մեկանգամյա լուծելիք չեն։ Հիմա դժվար կլինի, եթե տեղյակ չեմ, այսինքն չեմ զբաղվել հեռախոսի ներկրման որևէ անգամ, այդ ոլորտում վերլուծություններ չեմ իրականացրել եւ ամբողջական ծավալներին եւ մանրամասներին տեղյակ չեմ, հիմա դուք ինձ ասում եք գնահատական տուր մի բանի վերաբերյալ, որը բավարար ուսումնասիրված չի եւ իմ կողմից բավարար չի տիրապետվում։ Իսկ ինչ վերաբերում է մնացած այդ հրապարակումներին, ասում եմ, այսօր էլ կան, եթե դուք հետևում եք, վստահաբար դուք էլ գիտեք, այսօր էլ կան, այդ ժամանակ էլ են եղել, վստահ եմ վաղնել են լինելու նման հրապարակումներ, ինչը վատ չի, որ այդպիսի նաև հանրության կողմից, նաև զանգվածային լրատվամիջոցների կողմից այդպիսի դեպքեր, ենթադրյալ խախտումներ բարձրաձայնվում են։ Շնորհակալություն, պարոն Ավետիսյան։ Չեմ կարող ասել, որ ձեր պատասխանը ինձ բավարար է, բայց հասկանում եմ պատասխանը ու ես եթե ճիշտ եմ հասկանում, հետեւյալն է։
Եթե դուք падգամավորի կարգավիճակով եք, կարող եք դատողություններ հնչեցնել, օրինակ սովորական ժամանակ ելույթ ունենալիս, բայց հիմա քանի որ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի անդամի տեխնացուի պաշտոնում եք, հիմա որոշ գնահատականներից փորձում եք զերծ մնալ ու նաև ասացիք, որ մարմինը ապա քաղաքական պետք է լինի ու քաղաքական գնահատականներ պիտի չհնչեցնեն։ Այս առումով նա երկրորդ հարցը ծագեց։ Հիմա որ դուք խոսում եք ոչ թե որպես падգամավոր Հայաստան խմբակցության անդամ, այլ հանձնաժողովի անդամի տեխնացու, դուք սառեցրել եք ձեր անդամակցությունը Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությանը կամ դուրս եք եկել այդ կուսակցությունից։ Մոռացա։ Տեսեք, այո, ես հետևում եմ տառացիորեն օրենքի պահանջներին եւ կարծում եմ, որ դա պետք է նաև լինի ընկալելի բոլորի համար, այն ինչ որ օրենքի պահանջներով նախատեսված է, ես հետևողականորեն արել եմ եւ ընտրվելու պարագայում էլ այն մյուս պահանջները, որ կա ինքնավար մարմնի անդամի համար նախատեսված, բնականաբար այդ պահանջներին եւս հետևելու եմ եւ կատարելու եմ, պարոն Թունյան։